Ժորժ ջան, ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում ընտրություններից առաջ ընդդիմադիր հատվածում, եւ իհարկե մենք պետք է հստակ լինենք ու ասենք հետեւյալը, որ այն միասնական մոտեցումը, որի մասին մենք միշտ խոսում ենք եւ ասում ենք, որ պետք է տեղի ունենա կոնսոլիդացիա քաղաքական ընդդիմադիր հատվածում, դա տեղի չունեցավ։ Հիմա ամեն մեկը փորձում է վերմակը իր վրա քաշել եւ գնում է ընտրություններին, այո, ամեն մեկը իր ամբիցիաները մի կողմ չդնելով եւ որևէ քաղաքական, այսպես ասենք, կոնսոլիդացիա տեղի չունեցավ մի պարզ պատճառով, որովհետեւ ամեն մեկը, նորից եմ կրկնում, վերմակը փորձում է քաշել իր վրա։ Եվ իրականում, գիտեք, ասում են ընդդիմադիրները, ասում են այն, որ այսօր պատրաստում են ընտրություններին, ասում են, որ երկիր է, երկրի հարցն է դրված, երկիր պետք է փրկվի, Նիկոլ Փաշինյանը տանում է անդունդ դեպի եւ այլն, բայց որևէ մեկը չի ուզում իր ամբիցիաները դնի մի կողմ, որևէ մեկը չի ուզում միավորվի, որևէ մեկը չի ուզում ասի հետեւյալը, գիտեք ինչ, ինձ ոչ թե պաշտոնն է հետաքրքիր, ինձ ոչ թե մանդատն է հետաքրքիր, падգամավորական աթոռն է կամ նախարարական պորտֆելն է հետաքրքիր, այլ մեր երկիրը, եթե իրոք երկրի փրկության հարց կա, բա այդ աթոռը ավելի թանկ է, քան երկիրը։ Եվ տեղի չունեցավ այդ կոնսոլիդացիան, Ժորժ ջան, տեղի չունեցավ։ Ժորժ ջան, Հանուն սոցիալական արդարության կուսակցությունը, որի նախագահն ես եմ, Արման Ղուկասյանը, չի ուզում մասնակցի, գիտեք, այդ աթոռակռվին, եւ ընդդիմությունը ինձանից լավ էլ գիտի, որ այդ միասնական դաշտը չապահովելու արդյունքում ինչ է տեղի ունենալու։ Եվ ընդդիմությունը մրցելու է իրար դեմ։ Ընդդիմությունը իրար դեմ է մրցելու, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, որովհետեւ չկա այդ կոնսոլիդացիան եւ միասնությունը։ Եվ սա ակնհայտ է։ Եվ Նիկոլ Փաշինյանը հենց այս ոչ միասնական մոտեցման արդյունքում անելու է այն ինչ որ անելու է եւ գրանցելու այն արդյունքը, որը գրանցելու է։ Հետո չասեք չեմ ասել։ Ժորժ ջան, ակնհայտ է, որ Հայաստանում պետք է ձևավորվի այսքանից հետո ակնհայտ է, որ պետք է ձևավորվի նոր ընդդիմադիր դաշտ, ընդդիմություն, որը ներկայացնում է ոչ թե սրա նրա բիզնեսները կամ փողերը, նեղ էլիտար շահերը, այլ ժողովրդի շահերը։ Այո, ժողովրդին ներկայացնող ընդդիմություն եւ Հանուն սոցիալական արդարության կուսակցությունը ստանձնում է այդ դերը եւ ձևավորելու է Հայաստանում ընդդիմադիր նոր դաշտ, նոր գործոն։ Այո, ընդդիմադիր նոր գործոն, որը որ իսկապես կներկայացնի ժողովրդին։ Եվ այն հատվածը, որ այսօր չի գնալու ընտրություններին, որը մեծ մասն է կազմում, հենց նրա համար է, որ չկա նման ընդդիմություն եւ չկա միասնություն, որտեղ մարդիկ տեսնում են, որ իրականում պայքար է գնում աթոռի համար, դեպուտատական մանդատի համար, որ ամեն մեկը վերմակը իր վրա է քաշում, այդ դրա համար է գնում պայքարը։ Մենք այդ պայքարի մեջ չկանք։ Մենք մեր ժողովրդի պայքարի մեջ կանք, մեր ժողովրդի համար, մեր երկրի համար պայքարի մեջ կանք, աթոռի պայքարի համար մենք չկանք։ Խնդրում եմ գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, բաժանորդագրվեք իմեջին։